Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին մի շարք դատավորների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը բազմաթիվ հարցեր են առաջացնում մասնագետների շրջանում։ Փաստաբանների և Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետների համոզմամբ հայտարարագրերում նշված որոշ փաստեր կասկածի տակ են դնում այդ եկամուտների թափանցիկությունը։ Հատկապես ուշագրավ տեղեկություններ կան դատական ամենաբարձր ատյանի Վճռաբեկ դատարանի դատավորների ու նրանց ընտանիքների անդամների անցած տարվա հայտարարագրերում։ Նախ նկատելի է հազարավոր դոլարների հասնող նվիրատվություններ ստանալու միտումը։ Օրինակ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը անցյալ տարվա ընթացքում ստացել է $100,000 նվիրատվություն, 60,000-ը առանձին, 40-ը առանձին։ Նույն դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանի ամուսնու անունով հայտարարագրում նշված է տարվա ընթացքում նվեր ստացած ընդհանուր առմամբ $17,350 մասին։ Քրեական պալատի դատավորներից Համլետ Ասատրյանը $9,000 նվիրատվություն է ստացել։ Արթուր Պողոսյանի որդու հայտարարագրում էլ նշված է €7,300 նվեր ստանալու մասին։ Երևանի կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի կինն էլ €4,000 է նվեր ստացել եւ այլն։ Թե ումից են դատավորների մերձավորները նման գումարներ նվեր ստանում, չի հրապարակվում։ Նվիրատվություն ասածը նախ պետք է պարզվի դրա ծագումնաբանությունը, ով է նվիրատվում եւ այլն։ Առավել եւս դատավորի մասին է խոսքը, առավել եւս խոշոր գործարքների մասին է խոսքը, որովհետեւ մանավանդ Հայաստանի նման ասենք հասարակարգում նման նվիրատվություններ որպես կանոն անհետևանք չեն մնում։ Հայաստանի Հանրապետությունում անգամ մի միջնորդությամբ, եթե դիմում ես ինչ-որ մի պաշտոնատար անձի, որպես կանոն դա անցալվում է, որ դու պարտքես ինձ։ Ուստի այստեղ պետական մարմինների աչալուրջ աշխատանքի շնորհիվ պետք է վերահսկվի եւ պետք է պարզվի դրա ծագումնաբանությունը, այսինքն հետո ով է տվել, որպես ինչ է տվել, իսկ եթե համակարգը հիվանդ է, այնտեղ էական չի կգրեն եւ եթե դա անհետևանք է, նրանք կշարունակեն գրել։ Այդ դեպքում ինչու են գրում, եթե Օրենքի պահանջ է, նորից գալիս ենք Հայաստանի իրականություն։ Սովորաբար Հայաստանում օրենքները գրվում են քաղաքակիրթ աշխարհի աշխին թոզ փչելու համար։ Մենք ժողովրդավար ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է եւ այլն։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը պատահական չի համարում, որ արտարժույթով նվիրատվությունները ոչ թե անձամբ պաշտոնյաների, այլ հիմնականում նրանց ընտանիքների անդամների հայտարարագրերում են։ Օրինակ դուք լրագրողներ եք, որ իրա մասին խոսեք, ասի իմ կինս է, ես եկամուտներ չունեմ։ Դատավորների հայտարարագրերում ակնհայտ է մեկ փաստ եւս. մեծ մասի դրամական միջոցները տարվա ընթացքում չեն նվազել։ Մի մասինը հակառակը տարեվերջին ավելացել են, թեև աշխատավարձի չափը մնացել է նույնը։ Այսինքն մի ինչ-որ անտեսանելի ձեռք, ես բոլոր ծախսերը փակում է, իրանք ինչ-որ աշխատավարձ են ստանում, այդ նույն չափով եկամուտը աճում է։ Ինչը տրամաբանական չի։ Իմ համար հասկանալի չի ինչ նպատակ է հետապնդում պետությունը, երբ որ ինքը մի ինֆորմացիան որոշակիորեն թափանցիկ է դարձնում, բայց դա չի ուսումնասիրում եւ առավել եւս դրանից բխող որևէ բացահայտումներ չի անում։ Օրինակ չկա, օրինակ այդտեղ ոչ, որևէ իրավական պատասխանատվություն ներկա պահին գոյություն չունի։ Եթե մարդու իրավունքների պաշտպանը խոսում է, թե որ դատավորը, որ դատարանում ինչքան կաշառք են վերցնում, եւ սա է անհետևանք մնում, հայտարարագիր բնականաբար անհետևանք է մնալու։ Ով որ պետք է դրան ուշադրություն դարձնի, դրան ուշադրություն չի դարձնում իր սուբյեկտիվ շահերից ելնելով։ Արդեն այստեղ պետք է հարցը որոնել քաղաքական դաշտում։ Իսկ սուբյեկտիվ պատճառները այնքան շատ կարող են լինել, սկսած այդ նույն դատավորների կախվածությունից, սկսած այդ նույն դատավորները, թե ով ինչ է անում, ով ինչ պատվեր է կատարում եւ այլն։ 2012 թվականի հունվարից գործող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը երբևէ չի հրապարակել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի անուն, ով հարստացել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ։